Հանրային տրանսպորտից օգտվել եք վերջի շրջանում։ Ամեն օր։ Ինչ խնդիրներ եք տեսնում։ Քաղաքացիներն ասում են, որ վարորդների վերաբերմունքն է Այո, շատ է փոխվել։ Մեջտեղի դուրը չեն բացում, որ մարդիկ բարձրանան։ Դիմացից հավաքվում են, մեկը մեկին խցկելով։ Եթե մյուս ապարատը մեջտեղի ինչի համար են դրել։ Բեկա մեկը ստացողը ստանալու, չստացողը չի ստանալու, ոչ մի խնդիր չի լինի։ Ինչ անի վարորդը։ Բայց չի կարելի, ինքն էլ է, չէ՞, մեր նման մարդ։ Մի օր էլ ինքը պիտի օգտվի տրանսպորտից։ Խայտարակ վիճակում է տրանսպորտը։ Երրորդ օրն է։ Չափից դուրս ծանրաբեռնված է։ Ես այսօր առավոտյան 45 րոպեում հազիվ հասել եմ կենտրոն Կոմիտասից։ Չափից դուրս։ Նստած տեղը դու չգիտես, նստած ես, կանգնած ես։ Այդ դրա մասին թող մտածեն, ոչ թե այդ վճարումները կատարելու։ Ես ամեն օր եմ օգտվում, բայց մի օր նորմալ է, մի օր աննորմալ է, այդ տրանսպորտը այդ բանը էլ, այդ վիճակը շուտ գալը, ուշ գնալը, այդ թե չէ, այնց ես բան չունեմ։ Քաղաքացիները դժգոհում են ասելով, որ մշտապես ավտոբուսները ծանրաբեռնված են, վարորդների ծանրաբեռնվածությունը դա շատ է, դա հետ, դա դրա մասին խոսք չկա։ Դրա մասին խոսք չկա, դա ես ինչ ասեմ։ Այդ ծանրաբեռնությունը ճիշտ են ասում։ Այդքան բան։ Իսկ վարորդների վերաբերմունքը փոխվել է, ասում են ավելի կոշտ վարքագիծ են դրսևորում։ Վարորդները իրանք էլ չմեղք ունեն։ Թող ղեկավարությունը իրանք մտածի այդ մարդկանց վրա ուրիշ բան պարտականություններ չդնեն։ Ամեն օր էլ օգտվում են, ոչինչ։ Քաղաքացիներն ասում են, որ մշտապես ծանրաբեռնված է ավտոբուսը, վարորդների վերաբերմունքն է։ Առավոտյան, այո, շատ ծանրաբեռնված է, երեկոյանել։ Դռները չեն բացում ժողովուրդը, որ հետևից նստեն, օջերեդով։ Պետք է 7 ժամ սպասեն առաջի դռան մոտ, որ նստեն, երկրորդ դուռը չեն բացում, որ իր աչքի դեմը վճարեն անցնեն։ Վճարողը վճարում է, չվճարողը չի վճարում։ Ես տոշակառու եմ, ես քարտ ունեմ, ես վճարում եմ ամենայն պատասխանատվությամբ։ Ինչ խնդիրներ եք տեսնում տրանսպորտում։ Տեղ չկա, ոչ նստելու, ոչ շարժվելու։ Գինը թանկացրին, բայց որակը չլավացրին։ Այդքան բան։ Իսկ վարորդների վերաբերմունքը փոխվել է։ Քաղաքացիներն ասում են, որ կոշտ են վերաբերվում քաղաքացիների հետ, ետևի դուռը չեն բացում։ Ես մի երկու օր այդ վիճակը ես հիվանդեմ չեմ գնում, դրանից առաջ նորմալ էր։ Մինչև քաղաքապետը բոլորդ գիտեք ինչ չասեց, չհրահարեց վարորդներին, շատ լավ վիճակ էր։ Դրանից հետո այո, արդեն իրանք մի խոսքով ինչ ասեմ, դա Վատ չի, որ մեծ ավտոբուս է մտնում է, ու ասեմ, քաղաքացիների մեծ մասը վճարում են, թող սուտ չասեն, որ չեն վճարում։ Կարող է ինչ-որ մեկը, երկուսը, ընդհանրապես բոլորն էլ վճարում են։ Հատուկ համարներ կա, որ вообще չես կարա դռների մոտիկ գնաս։ Օրինակ 55-ը երրորդ մասից, որ գնում է դեպի Խալբերտ։ Ստեղից էլ շատ կան։ Հիմա ուշադիր չեմ, ես 16-ից եմ օգտվում, դա ոչինչ հարմար է։ Իսկ վարորդների վերաբերմունքը փոխվել է, քաղաքացիներն ասում են, որ կոշտ են վերաբերվում մարդկանց, ետևի դուռը չեն բացում։ Հիմա այս մի քանի օրը տենց է։ Դե, փակում են դռները, գումար են ուզում, ասում են վճարեք, չեք վճարել, եկեք դիմացից նստեք, հենց բաներ կա։ Ծանրաբեռված է, բայց թե օգտվում եք, ինչ անենք։ Վարորդները կոշտ վերաբերմունք են ցույցում։ Ուղղակի ասում են վճարեք։ Իսկ ետևի դուռը բացելու հետ կապված խնդիրներ չեն եղել, քաղաքացիներն ասում են, որ մշտապես դա կոնֆլիկտի առիթ է հանդիսանում։ Հա դե, մեկ բացում են, մեկ չեն բացում, բայց թե ոչինչ, հարմարվում ենք։ Մեր քաղաքն է, մեր տրանսպորտն է, հարմարվում ենք։ Սարսափելի։ Հաճախ եք օգտվում դուք տրանսպորտից։ Անընդհատ։ Ինչ խնդիրներ եք տեսնում։ Հա? Ինչ խնդիրներ եք տեսնում։ Ինչ խնդիրներ եմ տեսնում։ Այնքան շատ է, որ մեկն ասես։ Տրանսպորտի վիճակը անմխիթ է, ժողովրդին սպասարկող, կեղտոտ, քրքրված։ Էլ չեմ ասում չսափելված։ Եկավ իմ տրանսպորտ